Հայկական իրականության մեջ կան պատմություններ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են ոչ թե որպես լեգենդներ, այլ որպես մարդկանց անձնական վկայություններ։ Այդ պատմություններից շատերը կապված են ուխտագնացությունների, աղոթքների և այսպես կոչված մատաղի խոստման հետ։ Տարիներ առաջ պատմում են մի ընտանիք կանգնել էր ծանր փորձության առաջ։ Նրանց փոքրիկ որդին ծանր հիվանդացել էր։ Ծնողները դիմել էին տարբեր բժիշկների, անցել բազմաթիվ հետազոտություններ, բայց երեխայի վիճակը շարունակում էր անհանգստացնել բոլորին։ Ընտանիքում սկսում էին կորցնել հույսը։ Մի օր երեխայի տատիկը առաջարկեց ուխտի գնալ սրբավայր։ Նա հավատում էր, որ աղոթքն ու հավատքը կարող են ուժ տալ նույնիսկ ամենադժվարին պահին։ Ընտանիքը ճանապարհ ընկավ դեպի վանք։ Նրանք մոմ վառեցին, ծնկի եկան Սուրբ խորանի առջև և աղոթեցին երեխայի առողջության համար։ Այդ օրը ծնողները մի ուխտ արեցին։ Նրանք խոստացան, որ եթե երեխան առողջանա, կվերադառնան նույն սրբավայր և մատաղ կանեն, որպես երախտագիտության նշան։ Անցան օրեր, հետո շաբաթներ։ Ըստ ընտանիքի պատմության, երեխայի վիճակը հենց աստիճանաբար բարելավվեց։ Բուժումը շարունակվում էր, սակայն ծնողները համոզված էին, որ իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունը միայն բժշկական միջամտության արդյունք չէ։ Նրանք ասում էին, որ այդ ընթացքում իրենց ուժ էր տալիս հավատքը, իսկ հույսը երբեք չէր լքում։ Մի քանի ամիս անց երեխան արդեն կարողանում էր վազել, խաղալ և ապրել բնական կյանքով։ Ընտանիքի համար դա իսկական հրաշք էր։ Խոստմանը հավատարիմ մնալով նրանք կրկին վերադարձան վանք։ Այս անգամ ոչ թե խնդրանքով, այլ շնորհակալությամբ։ Նրանք կատարեցին իրենց ուխտը, մատաղ արեցին և աղոթեցին ոչ միայն իրենց ընտանիքի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր պայքարում էին հիվանդության կամ դժվարությունների դեմ։ Նման պատմություններ կարելի է լսել Հայաստանի տարբեր սրբավայրերում՝ Խորվիրապում, Գեղարդավանքում, Հաղարծին վանքում, բազմաթիվ այլ ուխտատեղիներում։ Ոմանք պատմում են առողջացման մասին, մյուսները տարիներ շարունակ զավակ չունենալուց հետո ծնված երեխայի, իսկ ոմանք էլ պարզապես նշում են, որ այստեղ գտել են հոգեկան խաղաղություն։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ ազատ է ինքնուրույն որոշելու՝ արդյոք դրանք հրաշքնե՞ր են, թե կյանքի զարմանալի զուգադիպություններ։ Սակայն մի բան անվիճելի է. այս պատմությունները մարդկանց մեջ պահպանվել են հավատքը, հույսը և վստահությունը, որ նույնիսկ ամենամութ պահին կարելի է շարունակել պայքարել։ Եվ գուցե հենց դա է ամենամեծ հրաշքը, երբ մարդը կորցնելով գրեթե ամեն ինչ, շարունակում է հավատալ, որ վաղը կարող է ավելի լավը լինել, քան այսօր։